Հարգելի իմ դիտորդ, ուրեմն վերջին ժամանակներս ինձ համար արդեն իրականությունը ցավոտ շատ պարզ դարձավ, որ իրականում մեր ժողովուրդը շատ սիրում է դավաճաններին։ Ինչևից է, բայց այսօր խոսքս դրա մասին չի, ով ում սիրում է դա իր խնդիրն է, բայց քանի որ այսօր առավոտվանից մենք բոլորս տեսնում ենք, թե Հանրապետությունում Հայաստանում վերջի ինչ է տեղի ունենում, եւ բոլորս գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է եւ քանի որ միշտ ինքը ունեցել է ամուր կեցվածք եւ առողջ վիճակում է եղել, ես հիշեցնեմ, որ սրանից ամիսներ առաջ ընտրություններից առաջ, երբ որ ես ուսումնասիրեցի Ռոբերտ Քոչարյանի նատալ կարտը, ակցենտը դրեցի իր առողջության վրա, որ լինելու են իր համար հետապնդումներ, որ տարին բավականին ծանր է լինելու, կարող եք մտնել իմ կանխատեսումը գտնել եւ նայել Հայաստան գլոբալ հարցեր կամ բացահայտումներ, այսպես պլեյլիստում պետք է լինի, կարծում եմ Հայաստան եւ գլոբալ հարցերի մեջ կարող եք դուք գտնել, ես ասեցի նաեւ, որ ինքը չի լինի Հայաստանի վարչապետ, նույնիսկ ցանկություն չունի լինելու եւ իր նպատակը լրիվ ուրիշ նպատակ է հետապնդում այս ամեն ինչը, ասեմ, որ ես ճշմարտության կողմնակիցն եմ, էլի նորից ճշմարտությունը ասեմ, որ այո, դուք այն ժողովուրդն եք, որ սիրում եք դավաճաններին, բայց չհավատալ, որ 70 անց մարդը կարող է ստրեսի պայմաններում վատ ինքնազգացողություն ունենալ կամ արդեն ունի տարիքային որոշակի խնդիրներ առանց ամաչելու դրել եք ու քննարկում եք այս թեման, ես ստացել եմ հորար քարտեզ, չեմ էլ նայում կարտերը, որ չասեք հորար քարտեզ, սա տիեզերքի պատասխանն է, այն ինչ որ չի երևում երկրի վրա մենք չենք կարողանում տեսնել, վերևից ամեն ինչ պարզ երևում է, վերևին էլ հարցնում եմ, այս հարցի պատասխանը եւ մենք հիմա կտեսնենք արդյոք այդպես է թե այդպես չի, ասեմ, որ ակնհայտ Մարսը հենց գտնվում է հիվանդանոցի տունը, 6-րդ տանը, խնդիրը 8-րդ տանը եւ մարդու ֆիզիկական էներգիան լրիվ այրված։ Իսկ հիմա ես խոսեմ Ռոբերտ Քոչարյանի առողջության հետ կապված հարցերն, ուրեմն այստեղ ասցենդենտը առաջի տունը, ջրհոսնշանում է գտնվում, սա նշանակում է, որ հարցի գլխավոր սիգնիֆիկատորը Սատուրնն է, Սատուրնը ուր է գնում, Սատուրնը հյուր է գնում հարցի օբյեկտին, որպեսզի հերթով բացի այն տները, որտեղ կա իր էներգիան եւ տեսնի որտեղ ինչ ունի։ Սատուրնի դիրքը գտնվում է Խոյ նշանում, երկրորդ տան սահմանագծին եւ ունի ռետրոգրադ շարժում։ Խոյ նշանում Սատուրնը գտնվում է իր անկման կարգավիճակում, ինչը խոսում է էներգիայի խիստ պակասի, թուլության, կենսական ուժերի անկման մասին։ Ռետրոգրադությունը հուշում է 5 քրոնիկ հիվանդության կրկնության կամ ընթացքի դանդաղեցման մասին։ Լուսինը որպես հարցի ընթացքի ընդհանուր համակարգավարիչ գտնվում է ջրհոսնշանում առաջին տանը, այն շատ մոտ է Պլուտոնին, ինչը մատնանշում է ճգնաժամային սուր էմոցիոնալ կամ ֆիզիկական ծանր վիճակ։ Առողջության եւ հիվանդության տները 6-րդ տուն հիվանդության տունն է, 6-րդ տան կուսպիդը ուրեմն գտնվում է խեցգետնի նշանում։ Սա նշանակում է, որ հիվանդության տան կառավարիչը Լուսինն է, 8-րդ տուն ճգնաժամեր, վիրահատությունների տուն, 8-րդ տան կուսպիդը գտնվում է կույս նշանում։ Մենք գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ է իր ուրեմն կենթանակերպը կույս նշանն է, որի կառավարիչը Մերկուրին է։ Մերկուրին որտեղ էր գտնվում։ Լուսնի դիրքը 6-րդ տան տիրակալը, ուրեմն այն, որ հիվանդության տիրակալը Լուսինն է, գտնվում է առաջի տանը, մարմնի եւ անձի տանը, ուղղակիորեն հաստատում է, որ հիվանդությունն այս պահին ակտիվորեն ազդում է օրգանիզմի վրա։ Լուսին եւ Սատուրնի փոխազդեցություն, Լուսինը հիվանդություն եւ Սատուրնը մարդը գտնվում է միմյանց նկատմամբ սեքստիլ 60-ական ասպեկտի մեջ, թեև Սատուրնը ռետրոգրադ է, սա նշանակում է, որ հիվանդությունը հեշտությամբ կապվում է օրգանիզմի հետ, սակայն սեքստիլ մեղմ ասպեկտ է, ինչը հույս է տալիս, որ իրավիճակը վերահսկելի է։
Արևի եւ Մերկուրիի դիրքը արևը եւ Մերկուրին գտնվում են 7-րդ տանը, այռուց նշանում եւ ունեն քառակուսի 90° լարված ասպեկտ Ուրանի հանկարծակիության հետ եւ մենք գիտենք, որ հանկարծակել այդ մարդու ինքնազգացողությունը վատացել է։ Սա կարող է խոսել անսպասելի բժշկական միջամտությունների կամ ախտորոշման փոփոխության մասին։ Իրավիճակի լրջությունը քարտեզը հստակ արտացոլում է առողջական խնդրի առկայություն, լուսինը առաջի տանը եւ անձի ընդհանուր թուլացած վիճակը, Սատուրնը իր անկման մեջ ռետրոգրադ, քրոնիկ բնույթ, Սատուրնի ռետրոգրադությունը հուշում է, որ սա նոր ծնվող հիվանդություն չէ, այլ նախկինում ունեցել է խնդիր եւ կա սրացման կրկնողություն։ Ընթացքը Լուսնի եւ Սատուրնի միջև առկա կապը ցույց է տալիս, որ մարմինը ներկայումս ստանում է այդ հիվանդությունը, բայց քանի որ չկան ծայրահեղ կործանարար անջատվող ասպեկտներ, օրինակ 8-րդ տան տիրակալի ուղիղ ճնշող հարվածը, վիճակը թեև բարդ է, բայց ունի կայունացման հնարավորություն եւ բժիշկների համապատասխան հսկողության տակ է գտնվում։ Սատուրնի վիճակը, Սատուրնը գտնվում է խոյի մեջ, որտեղ ասեցի գտնվում է անկման մեջ։ Հիվանդության սիգնիֆիկատորը 6-րդ տան կուսպիդը խեցգետնում, հիվանդությունը կառավարում է այս դեպքում Լուսինը։ Այո, մոլորակները ցույց են տալիս, որ հիվանդությունը կարողացել է հաղթել մարմնին եւ բացարձակապես ցույց է տալիս Ռոբերտ Քոչարյանի վատառողջ վիճակը։ Լուսինը Պլուտոնի միացում, առաջին տանը Լուսինը շատ մոտ է գտնվում եւ ռետրոգրադ Պլուտոնին, սա վկայում է վիճակի ճգնաժամային բնույթը կամ օրգանիզմում ընթացող սուր տրանսֆորմացիոն ծանր գործընթացների մասին, ինչը պահանջում է շտապ եւ ինտենսիվ բժշկական միջամտություն։ 8-րդ տան ճգնաժամերի վիրահատությունների տիրակալը, 8-րդ տան կուսպիդը կույսում, տիրակալը Մերկուրին է, որը գտնվում է 7-րդ տան բժիշկների տուն եւ միացած է արևին, սա հուշում է վիճակը գտնվում է բժիշկների անմիջական վերահսկողության տակ։ Դինամիկա եւ կանխատեսում, Սատուրնի եւ Լուսնի ասպեկտները հիվանդության տիրակալ եւ Լուսնի մարմնի տիրակալի միջև, ուրեմն մեղմ ասպեկտ է, քանի որ ասպեկտը ներդաշնակ է եւ սեքստիլ, այն ոչ մի քառակուսի կամ ընդդիմություն չի կազմում եւ սա նշանակում է, որ մահացու վտանգ չի սպառնում։ Ռետրոգրադություն, Սատուրնի ռետրոգրադությունը հուշում է, որ սա վերջերս տեղի ունեցած ինչ-որ բժշկական միջամտության կամ հին քրոնիկ հետադարձ ալիք է։ Եթե ես չգիտեմ, այս վերջերս ինչ է տեղի ունեցել, ինչ խնդիրներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը, բայց ես այս մասին խոսել եմ ամիսներ առաջ, այն ինչ որ հիմա տեղի է ունենում, ես ամիսներ առաջ արդեն խոսել եմ եւ շատ ամոթ է, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի կյանքն ու կենսագրությունը հայրենիքում արած իր գործերը չիմացողները քննադատում են Ռոբերտ Քոչարյանին։ Ամեն դեպքում ես առողջություն եմ մաղթում, շուտապույտ վերականգնում, իսկ մնացած հարցերը կարծում եմ ժամանակավոր է, ինչպես ժամանակավոր է այսօրվա կառավարությունը։ Լավ մնացեք։